Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովում ներկայացրել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը։ Այժմ քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաեւ վարժական հավաքից խուսափելու համար։ Պետությունը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ է նկատել։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով եւ 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում առաջին մասում սահմանված պատիժը 2.5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկվում է սահմանված տուգանքը առավելագույնը 20 ապատիկի չափով փոխարինել 15 ապատիկից 30 ապատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան առավելագույնը 2 տարի ժամկետով փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով, նշել է Քոչարյանը։